Արդեն 3 ամիս է Հայաստանում ներդրված է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Համակարգի գործարկման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդիրները շտկելու անհրաժեշտությամբ կառավարությունն առաջարկում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ կատարել։ Համակարգի ամենաշատ քննարկվող հարցերից մեկը բժիշկների վարձատրությունն է։ Արդյոք պատշաճ է այն ծանրաբեռնվածության աճին զուգահեռ։ Փոխնախարարն ասում է, աշխատավարձերն ավելացել են։ Ընդհանուր բյուջեն առողջապահության հատկացված այս համակարգին ավելացել է եւ բավականաչափ ավելացել է առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջ բյուջեն, որ բյուջեն ավելացել է, այդ բյուջեից մեջ աշխատավարձն էլ ավելացել չեն կարա, էլի փաստենք որ չէ աշխատավարձը նվազել է։ Ընդդիմախոսները հակադարձում են, այլ վիճակագրության են տիրապետում, բժիշկն իր արածին համապատասխան աշխատավարձ չի ստանում։ Եթե մեկ հիվանդին ընդունելության համար նախկին տարիներին բժիշկը ստանում էր 5000 դրամ, հիմա ինքը ստանում է 1000 դրամ, բայց փոխարեն ինքը մեկ հիվանդի փոխարեն այսօր ասենք 6 հիվանդ է ընդունում եւ այդ 1000-ով 6 անգամ 1000-ը 6000 է, ինքը ստանում է 6000, բայց իր աշխատավարձը չի բարձրացել։